Հանուն Հանրապետության կուսակցության ներկայացուցիչները հայտարարում են իրենց քաղաքական ուժի հիմնական նպատակը Հայաստանի անկախության ամրապնդումն ու ժողովրդավարական ինստիտուտների պաշտպանությունն է։ Նրանք ընդգծում են պետք է նվազեցնել Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքականության վրա, նաև կանխել քոչարյանասերժական համակարգի վերադարձը։ Կարողացել ենք ախտորոշել մեր պետության, մեր քաղաքական կյանքի գլխավոր սպառնալիքը։ Դա ընդդիմությունն է։ Այդ ընդդիմությունը չի ներկայացնում հայ ժողովրդին։ Ներկայացնում է հայ ժողովրդի թշնամուն, հավաքական Պուտինին, որոնք տարբեր գլուխներով են հիմա հանդես գալիս։ Այդ խոսող գլուխներին մի նայեք։ Իրենք իրիկունը ստանում են հանձնարարությունները, առավոտը դուրս են գալիս, ամեն մեկը մի կողմից հարվածի տակ է դնում մեր պետությունը, մեր պետություն ունենալու երազանքն ու նպատակը։ Քոչարյանը, Կարապետյանը, ասենք Ծառուկյանը, դրանք մի կուսակցություն են, էլի, ինչքան ես Էլի կան, տենց պուչ իրանք էլ ձագեր ունեն։ Հանուն Հանրապետության ներկայացուցիչների խոսքով իրենց հիմնական նպատակը արդյունավետ կառավարման համակարգի ձևավորումն է։ Վերջիններիս վստահեցմամբ մեր քաղաքական կյանքի գլխավոր սպառնալիքը ընդդիմությունն է։ Ընդդիմությունը նրա համար է, որպեսզի մարտավարական, ստրատեգիական, տարբեր մոտեցումներ առաջ բերի, իշխանության թեբերից բռնի եւ ասի դուք պետք է աշխատեք, բարեփոխումները կիսատ պռատեն։ Այսա է մեր նպատակը։ Մարդիկ պայմանագրեր են կնքում, օրինակ 8 ժամի աշխատանքի, աշխատում են 14 ժամ, բայց վճարվում են 8 ժամվա համար։ Մենք ասում ենք ոչ միայն արտաժամի գումար չեն ստանում։ Այո, եւ հավելավճար պիտի ստանան։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։